բարև ընկերներ, գնանք դբա լավա թե վсё, նաֆիկ։ Կներեք մեջբերմանս համար, սակայն սա ՔՊ-ի սրտի հերթական համայնքապետի խոսքերն են։ Всё լավ։ Ոնց ինչու ես, որ քաղաքը մի տարի այս օրինակցի, այ դրանից եմ խոսում։ Որոշները թուլություն են համարում այն հանգամանքը, որ իրենց տանը ամենօրյա ռեժիմով հնչող հայհոյանքներին ես չեմ արձագանքում։ Ոչ ընկերներ, դա բնավ թուլություն չէ, այլ ավելի բարձր գտնվելու միտում։ Շնորհակալ եմ, որ չեք իջնում որոշ թերհասների կենսամակարդակին եւ չեք վիրավորում։ Չէ որ նրանք էլ մեղ չունեն, քանի որ իրենց մայրերը եւ քույրերն են դա սովորեցրել իրենց։ Այսինքն իրենց դաստիարակության բացակայությունն է։ Այո ընկերներ, այսօր խոսելու ենք Վանաձորից։ Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը Վանաձորում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արկադի Փելեշյանին, նույն ինքը Ակային։ Մի փոքրիկ անդրադարձ կատարենք պարոն Փելեշյանի անցյալին։ Այսպես, պարզվում է ՔՊ-ի սրտի համայնքապետը հայտնի է քրեական պատմություններով։ Փելեշյանը 2008-ին դատապարտվել էր խուլիգանության համար։ Մասնավորապես, ըստ դատական գործի, նա հարբած վիճակում իր ընկերների հետ միասին մուտք էր գործել Վանաձորի մի խանութ, վիճաբանել ու քաշքշել խանութի աշխատակիցներին, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ջարդել խանութի ալկոհոլային խմիչքները։ Խուլիգանության համար հարուցված քրեական գործի դատական քննության ժամանակ Վանաձորի նորանշանակ համայնքապետը զղջացել էր, ընդունել մեղքը ու խնդրել արագացված դատաքննություն։ Դատարանը որոշել էր 150,000 դրամով տուգանել Փելեշյանին այս արարքի համար։ Արկադի Փելեշյանը 2016-ին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ ըստ Ազատություն ռադիոկայանի ծեծի էր ենթարկվել հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին, մեղադրելով վերջինիս թիմ ընտրություններում իրեն չսատարելու մեջ։ Ռաֆիկ Գրիգորյանը պատմել էր, որ Փելեշյանը 15 հոգու ուղեկցությամբ մոտեցել էր Գրիգորյանին, առանձնացել նրա հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ու սկսել հարվածել վերջինիս։ Ծեծից հետո հարուցվել էր քրեական գործ։ Փելեշյանը բերման էր ենթարկվել, սակայն գործը կարճվել էր, քանի որ տուժածը բողոքը հետ էր վերցրել։ Իդեպ ընկերներ, Արկադի Փելեշյանի երեխաների կնքահայրը Կարկառուն հանրապետական Էդուարդ Շարմազանովի եղբայրն է։ Վանաձորում հոսում են նաև այն մասին, որ Ական մտերիմ հարաբերություններ ունի նաև ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Արդարության համար պետք է նշեմ, որ Արկադի Փելեշյանը չի հանդիսանում ՔՊ կուսակցության անդամ, սակայն սրտի խորքում մի փոքրիկ անկյուն պահել է վերոնշյալ կուսակցության համար։ Վանաձորում խոսում են, որ համայնքի մի շարք տարածքներ, համայնքային սեփականության տարածքներ, այսպես ասած, վաճառվել են մեր գողական համայնքապետի մտերիմներին։ Ինչպես բոլոր համայնքներում, այստեղ եւս խոսվում են տենդերների անհավասար մրցակցության եւ տենդերներից փայաբաժին հանելու մասին։ Արկադի Փելեշյանի հայտարարագիրը ուսումնասիրելիս արձանագրում ես, որ նա բացի աշխատավարձից չունի որևէ այլ գումար, անգամ բնակարան չունի։ Սակայն խորը վերլուծելով հայտարարագիրը, պարզ երևում է, որ Վանաձորի համայնքապետը սիրում է փաստերը թաքցնել։ Նա հայտարարագրում նշել է, որ որդին ուսանող է, սակայն չի նշել, որ որդին ունի բիզնես եւ զբաղվում է անհատ ձեռներակատիրությամբ։ Կարելի է հետևություն անել, որ ամբողջ հայտարարագիրը կեղծ է։ Իդեպ նման վրիպումներն էլ Նիկոլ Փաշինյանի սրտի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աչքից վրիպում է, ապա վստահաբար կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այնքան էլ անբասիր չէ եւ սիրում է թաքցնել սեփական թիմակիցների խախտումները։ Իսկ դրա համար ինչ է հարկավոր։ Իհարկե, մաքուր հայկական իրական հեղափոխություն։ Վաղը շատ հետաքրքիր է լինելու, որը դուր չի գա որոշ ոսկու հանքատերերի, հարգանքներս ձեր հայը։